Ողջույն։ Ողջույն։ Գայի պողոտայից թեքվենք աճարան մայիսի 25-ին 11 աստիճանը։ Ու կանեսնան այդ 12-20 պակաս։ 12-20 պակաս։ Ուրեմն պայմանավորվել ենք նկարահանումների համար, որ ասեցի։ Իգիշնս լավ չեմ պատկերացնում, ընդեղ կհարցնենք, աղջիկը կպատմի մի հատ մեզ։ Գինու փառատոնի կազմակերպիչներն են իրանք, այդ Երևանում որ անցակացվում։ Ու տենց նկարահանող խումբել ունեն, երևի իրանց ռեկլամայի համար էլի։ Չէ, իրանց հաղորդում ինչ-որ մի անուն ունի, առավոտները ցույց են տալիս առաջի ալիքով, մեկով։ Հա։ Այո։ Դե կպատմի, կխնդրենք մի հատ մեզ համար կպատմի։ Հետո իրանց հաղորդման համար հիշում եք, ես ասեցի իրանց խնդրանքը, որ մինչև իրանց ֆիլմը պատրաստ չլինի, մենք մերը չգցենք։ Դե այսքան մասը կարանք գցենք, իրանց հետ կապ չունի։ Այդ աղջիկն է, որ պատմի, հետ էլ կգցենք, երևի այսօր էլի, ինչ իմաստունի 6 օր սպասել։ Այդ հատվածը էլի, իսկ են մնացածը, որ արդեն հաղորդմանը կոնկրետ վերաբերվող, դրանք կպահեմ, հետո կգցեմ մի շաբաթ հետո, երբ որ կասեմ մի խոսքով։ Աճարանով սլանում ենք, քանի որ ուշանում ենք, բայց իրանք էլ ինչքան հասկացալը չեն հասել, նավիգատորով հարցնում էր հասցեն ոնց գրի, Բաբաջանյանը կտրենք աչից։ Հա, իդեպ մերոնցից մեկը գրել էր, Բաբաջանյան փողոցում ինչ-որ նորակառույց, բայց չեք գրել ախր Արնո Բաբաջանյան փողոց, թե Մարշալ Բաբաջանյան, երկու Բաբաջանյան կա Երևանում։ Մի հատ էդ ճշտեք։ Ստեղից մտնենք։ Այս էլ մեր ինստիտուտի, նախկին ինստիտուտի ցավոք։ Դեստե միտեղ մոտքի մոտ կանգնենք, չեն երևա։ Ահա, անայ, տեսար, ես մենակ իչքան գործ եմ անում։ Ինչքան։ Ես ավտոբուսի տասակի մարդ է, կես ժամանոց կինո պտի նկարեմ։ Ես մենակ օրեկան մի ժամ նկարում եմ։ Ես մեր ցեխում այդքան մարդու տեղ կլինի։ Ասեց իրանք ուղղակի չէ, տեխնիկան են տեղադրելու, ցեխում չեն ելնելու։ Իսկ չդարելս ինչ սենց փորձելսա։ Դե հնարավորություն հաստեղ հողեր են բերում լցնում, որ ինչ-որ բաներ տնգեն։ Տակիր այս ճանապարհը կսարքեն, թե չէ։ Դե են որ նորմալ մի մեջներանով կգանք էլ էլիս մեջներ սա պետք է ասեմ իրանք թող դարպասին մոտիկ կանգնեն որ տեխնիկան Սպասեք, ես այդի պտի նկարեք, էլի, որ դու գալիս կանգնում եք, դռները բացում եք, մտնում եք ներս։ Հա Հասկացաք ժողովուրդ, ես պտի սենց գնամ, դռները բացեմ, մտնեմ գործի։
Պարզ է, ուղղակի զանգեցին է Մենակ դրել։ ծխելու բան չեն կարող ունենան, կադր, հենց ասեմ ռեքա, եկեք, սիգարետը հանգացեք, էլի։ Գալիս եք կանգնում եք, սիրում մեքենայից իջնում եք առանց մեզ նայելու, դռները բացում եք, ուղիղ կգնաք, որտեղ ներսից նկարելու է ձեզ, էլի, երբ որ դուք մտնեք։ Միրը դռները բացում եմ ու կանգնում եմ։ Դուռը բացում եք, չէ, մտնում եք ներս, գնում եք ձեր աշխատասենյակ, մինչև։ Ինձ թվաց ընդեից է։ Ընդեից նկարում արդեն։ Այնտեղ նկարող կա, կա, էլի, կամերան դրած է։ Մենակ կամերային դու գնում եք ձեր աշխատասենյակ, կանգնեցիք, իջաք սովորական պես, դուռը բացեցիք, մտաք գնացիք ձեր աշխատասենյակ։ Դուռը բացած է, փակել են։ Չէ, ես ուղակի վրա եմ բերել։ Դուք կբացեք էլի։ Հիմա գցեք սիգարետը, պիտի կադրում չլինի։ Դուք նկարում եք։ Հիմա չեմ նկարում, բայց այն կամերան նկարում է։ Սիգարետը գցեք, որ առանց սիգարետի գաք։ Դե ինչ-որ օրենք հա տենց։ Հա ջան, հա իհարկե։ Օրենքը արտելում է ծխախոտի կադրեր ցույց տալ ծխելու։ Սպասեք, հենց ասի որ կգա։ Եղավ։ Ոսոք օրենքը արգելում է սիգարետով։ Այլ Արմենին հիմա գրիմ են անելու։ Առայժմ մազերն են սանրում։ Չէ, անայդ ինձ գրիմ չեն անի երևի։ Դե նենց մի թեթև անելու են, որ կամերան քեզ լավ ցույց տա։ Դե։ Շունը բայց Բավական է անայդ։ դժգոհում է, որ կապել եմ դժգոհը։ Գործը հասավ գրիմի, Արմեն։ Դա պուդրայա, թե գրիմա։ Չէ, գրիմ դեռ չեն կա, պուդրա են մենական իրան։ Սպիտակեցիր Արմեն։ Չէ։ Ռումիանային կանենք։ Չէ, չեմ սպիտակեցնում։ Հա, քեզ հետո կանեն անայդ, որտեղ ես գործի տեղն է, դու ստեղ չես երևալու։ Հասկանալի է։ Դու իմ Դրնայ։ գործի տեղը Վերև նայեք, հստակ չեմ մտնում Կանու շանեն։ աշկը բաց։ Այո, բաց ու վերև նայենք։ Փակենք։ Ոնց ես Արմեն։ Զոզվել է։ Վերջի շտրիխերն է։ Ինչ գիտես վերջի ես։ Դեսվում եմ արդեն։ Ես արդեն չեմ հավատում, որ վերջ կլինի։ Երբ է դու այսքան դիմացել։ Այո։ Մի հատ շրջվի, եմ Փոխվել եմ։ կտեսնի ժողովուրդը։ Չէ, չի փոխվում։ Քիչ ունենց մատավես չկա վերջ։ Ես էլ անայդին են տանջում, ես ուրիշ տեղ եմ, այնտեղ ուրիշ նկարը հանում է, դրա համար ես չեմ նկարել, դե ուրիշները սաղ վերտիկալ են նկարում։ Ստեղ նստեցի, գործ էի անում, մտամ իհարկե։ Հետո գնացինք հաստոցի մոտ, նայեք ինչ գերբասարք է, մեր վարպետը Հայաստանի, Ֆլորենցինսկի մոզաիկա է, այսինքն մի քար սաղ ամեն քարը հարմարացրած, իր տեղը դրած, ես մոտ 4 ամիս սարքվում էր։ Սենց, իսկ հիմա արդեն ես ու Անահիտը համատեղ կնստենք, հեսա կզրուցեն մեզ հետ։ Հա, իմացա, հաղորդումը կոչվում է բամբակ, զանգակ։ Ես մեր սուպեր մասնագետը։ Ես բազալտը։ Բազալտի դուրը։ Չէ, ես տեսել եմ, բայց կարող եմ ձեր արածն է սարքած։
8 mm։ Դե չափսը չեմ կարացել, Եթե հաստա էդի իրանք, չէ, հեսի ենք սա, հեսա նայք։ Չես աս շատ բարակ է։ Իհարկե։ Հիմա էլ ես նայք։ Եստեղ որ կանգնացի դարակ բան ես, հաստությունը բան չարեցի, հա իդեալական է, բա իհարկե։ Ահա գևամ, ես սենց էլ ես սարքե արդեն։ Ես նայեք խոհանոցա։ Սենց բազարկով, ժողովուրդ, ես ֆանտաստիկա է, նայեք։ Օպերայի շենք։ Այսինքն իջի տուֆից դու, հա։ Այսից սիրունա։ Հասկացանք, այս է հետաքրքիր։ Ես ավելի հետաքրքիր։ Էնել ինչի չեն կարող սարքել նիկտում, հենց բարակացնում ես։ Հա ցանկացած Ես մի հատ Կարից անում եմ։ բանից առաջ մենք բանից աշտարակից գրունդային տուֆ առանք, մեծ գլիբա է, գրունդային, ես ընկերոջս մամա գերեզմանոցի տապանակարգ է անենք, մեծ քարերից։ Ոչմ, ինքը շատ ծանր է, այսպես մինչև բարձրացին կիտակ դալեն, Չարբախի հանքը տարանք, մենասրտից պարզուշ չկերկավ, բացացրեց բանարեց, այդ կռացը գնաց, Այսպես բաներն եմ շատ սիրում։ Բայց իշտ է հետաքրքիր, որ դրեցի ստանոն կիտակ 4 քարա Գարբիլ սկզբից անեցին դզեն որ բանա։ ուզորները սա բռնացրած։ Երևի մի 3 մետրից ավել էր։ Ասես քարը հանեցին, ասես դրեցին, 2 րոպե դեռ չճ։ Հա, մի հատ էլ sense, այս քարը հələ նայեք ինչ օրն են գցել, մարմարը, փոշոտը, հələ բարակություն է, այսպես կարակ ծառիկ, այսինքն բնական քար է, բան չի, պլաստիկատ բան չի, sense բարակացրել են, կարաս կպցնես, Այդ կապվածը պարուդայից, ես էլ ասեք հեղինակով ես նկարել, վերջնի սմոյնա երեի, շատ եմ հավանում, Ես դիմաց եկանք Գևորգյան վայն հիշում եք, ստեղ նկարել էի մի վաղտ, ստեղ մի հատ մեծ սենյակ կար, այդեղ ինձ հարցակ քննեցին, Անահիտը մեր մոտ նստած էր այդ ընթացքում, հիմա էլ Անահիտին են հարցակ քննում, դե ֆիլմում կտենակ այդ սաղ, ինչ խոսվեց և այլն։ Ինձ մենակ մի բան դուր չեկավ, որ աղջիկը ասեց իմ ձայնը չի լսվելու, մենակ ձեր ձայնն է լսվելու, ու մի քիչ ինչ-որ դիսկամֆորտ էր այդ ֆարմատը էլի, ասենք մեկ-մեկ պետք է գալի իր հարցը, որ ես կրկնեմ, որտեղ առանց հարցը կրկնելու իմ մի խոսքով Դե երևի ինչ-որ տենց ձև կա նկարելու, որ նայեմ նկարածը կհասկանամ։ Այսինքն մենախոսություն էլի պետք է ստացվի ըստ երևույթին։ Դե մի քիչ անբնական է պատասխանելուց հարցերին։ Դե տեսնենք ինչ կստացվի։ Մի հատ էլ Անահիտին ես ճանապարհը ցույց տամ, որ տուն եմ գալի։ Բայց ես ճանապարհը լավ չէր, արում դուրս չեկով։ Ինչ ճանապարհ։ Ես։ Բայց ինչ կստի դուր գալու։ Բայց ես մշտական սա եմ մնալուց է Չէ, ճանապարհը։ այն կենտրոնականը որ սարքեն, արդեն ոնց որ միշտ Հա, ոնց որ միշտ գալիս էին։ Հա։ Ժամանակ ես շատ էի գալի ձերունդ, հիշում ես ար։ Այս կիմա ինչ-որ Այդ շան անունը ոնց է, Ռեքս։ Ես մեկը, էլի Ռեքս է Ռեքսի անունով եք դրել։ Հա, բայց ես այս շանը փոքր ձակ էի հիշում, որ տեսա որ սարսափեցի։ Հետ մեծ շունա։ Ռեքսը այդքան մեծ չէր Արմեն։ Չէ, ոնց որ։ Չէ, նա ավելի բան է, մորթին ավելի սենց գլատկի ոնց է ասում, սասենց Հարթ է, ավելի։ Զիրուշնը կակույտը։ Լավ մի հատ պատմենք մեր հաղորդումը ինչ եղավ։ Ես առանձին խոսացի, Անահիտ առանձին խոսաց, հետո բերեցին ու երկուսով իրար հետ խոսացինք, զրույցեցինք,
Այդտենց։ Այո։ Հա, բանից են, հա։ Հանրային հեռուստաընկերությունից են։ Հնեկից է։ Հա, ինչ-որ անսպասելի շատ լույսերով, բաներով։ 3 կամերայով։ Դենակ ինչ է ստացվել։ Տեսնենք, դա երևի վերջնական մոռացանք հարցնենք երեխեքին, բայց կլինի արդեն գինու փառատոնից հետո դուրս կգա, որտեվ իրանք ուզում են այնտեղ էլ մեզ նկարել։ Գինու փառատոն։ Այո, գինու փառատոնի։ Ու նոր արդեն։ Էլի է սաղ տեխնիկայով բանով։ Չգիտեմ, այդ չեմ հարցրել։ Եվ հա այդ գինու փառատոնի։ 5-ին 6-ին 7-ին։ Իդեպ 5-ին 6-ին 7-ին հունիսի։ հունիսի, հա, արդեն։ Օ, այս մասը ես չէի տեսել այս ապակիները։ Այս նոր ապակիները։ Սա տես հայլու պես են, էլի, հայլու։ Նկատում ես այան, այդ ես ասկան գնացել եմ ուշադրություն չեմ դարձրել։ Չէ, սա լրիվ շարդ են, տեսկը։ Դեր աճարանի վրա ենք, աչից բուսաբանական այգին։ Անայդ, բայց դու նկատեցիր ինչ լավ երեխեք էին աշխատողները։ Հետո հետաքրքիր է, ես աչքի տակով մեկ-մեկ տենում էի, որ մեր հարաբերությունների բանի մասին, դնեց, դե առանձնապես թեմա չէ էլի, որ դրա մասին խոսած, բայց այդ երեխաների այդ աչքերի մեջ այդ հետաքրքրությունը էլի, նենց մի տեսակ ոնց որ ստիպում էր, որ խոսաս էլի։ Դե իրանք ոչ թե հարց տվողները, ոչ թե, այլ այդ լույս տվողը, ձայնը անողը էլի, այսինքն բայց ինչի ոչ հարց տվողները։ Չէ, հարց տվողները ինքս ինքա, հարցը իրանք են մտածել, իրանք են տալի, իրանք շատ հետաքրքիր է, բայց նրանք ոնց որ այդտեղ կողմնակի մարդիկ են ինչ որտեղ էլի, ավելի շուտ դիտորդներ են, ոչ թե գործի մեջ էլի, իրանք հարցը իրանք չեն հնարել։ Դե լույս գցող ասենք։ Չէ, դա միայն լույս գցող չէր, ինքը ասեց գլավնի ռեդակտոր բան, ինձ ներկայացրեցին երեխեքը։ Այդ ներկային կոնկրետ տեխնիկական աշխատողներ։ Հա, այդ երիտասարդությունը։ Գիտես ինչ Արմեն, իրանք նախ կյանքի փորձ չունեն այդքան։ Երկրորդը նամանավանդ ամուսնական այդքան։ Ով էլ ամուսնացած է, այդքան փորձ չունեն, ինչքան մենք ունենք։ Դրա համար իհարկե հետաքրքրություն կար։ Հա, հետաքրքրություն կա, որ մի քիչ կարճ ես պատասխանում, կամ մտածում ես դե լավ ինչ կա այդտեղ խոսալու։ Մի քիչ ոնց որ իրանց նեղացնես, սպասումները էլի։ Հետո հետաքրքիր է, որ իրանք այնց սրտանց մեզ տատիկ ու պապիկ էին ասում, որ ես նույնիսկ չնեղացա։ Ես չեմ սիրում, երբ որ ինձ այդպես են դիմում։ Կա տիկին եւ պարոն վերաբերմունք, որը անկախ տարիքից է, էլի։ Հասկացա։ Բայց կոնկրետ սա ինձ չնեղացրեց։ Ոնց որ երբ որ տորներդ են ասում, հա։ Դե տորներս տարբեր ձև են ասում։ Մարգարիտան շատ է անունով ադինում։ Բայց ճիշտ է, Ռիտա։ Արմենը բաբուլ է ասում, իսկ Ինեսը բաբա ասում։ Բաբ։ Էդ էլ Մարգարիտայից ասում, ժամանակ մեկ-մեկ Մարգարիտան էլ եմ բաբ ասում։ Բացի անունի մեկից։ Դրա համար ձեդ, իսկ դու սաղի համար ձեդ ես почему-то։ Նենց են արդեն ինքան են ասել ձեդ, դառնում իմենարից ադին է, ոնց է հայերեն։ Այ մարդ ինձ Ալիսան է արդեն ձեդ ասում։ Դե բա հենց էդ եմ ասում, դրա համար էլ դառել ատենց էլի։ Չէ, բայց Դավիթը ձեդ չի ասում։ Չէ, երբեք։ Դավիթը միշտ մամ ու պապա ասում։ Չոտքի, Ոչ մի անունով, ոչ մի բանով։ Մամ, պապ։ Հա, թորների ասածը իր համար բան չի։ Օրենք չի։ Հիմա մինչև քանիս է ժամանակում։ 4-ին մենք պետք է այնտեղ լինենք։ Բա հիմա քանիսն է։ 3:10 րոպե։ Այդ քիչ չի ասում։ Դե հələ ես խնդրեցի, որ 4-ին լինենք, իրանք 3:30 էին ասում։ Աչո 3:30։ Ես գիտես ինչ առաջարկեցի, մենք այդ կառոպկան տանենք այնտեղ, թող իրանք ընտրեն էլ։ Որտեվ դրան մենք շատ ժամանակ կկորցնենք։ Հա, հիմա որ ման գա։ Այո։ Հա, ճիշտ է։ Հետո ես մի հատ ալբոմ տնական իմ հորական տնից ունեմ։ Չէ, տենց բան ինձ թվում է պետք չէ, չէ։ Չէ, ինքը բա սկզբից ասեց չունեք այդպիսի ալբոմ։
ընտանեկան։ Չունենք էլի։ Քո հետ ընտանեկան չունենք, դու էլ այդ քո նկարները մի Անայդի ինձ են անգամ ասեց, մի 10 հատ ձեր նկարները, արի շատ չբարդացնենք, հիմա այսքան բան քաշտանք։ Արմեն, դա դժվար չի, բայց դրան ժամանակ է պետք։ Իսկ քեզ պետք է սուրճ խմել, մի բան ուտել։ Դա քեզ պետք է։ Ես արդեն կակտը սովորել եմ նախադու։ Չով յոլա գնամ։ Օրմես բաց եմ։ Բաց։ Ես հիմա մենք ձևական պետք է նկարենք, իրանք մեզ նկարեն այնտեղից։ Կասեք եփ սկսեմ։ Ժողովուրդ Անահիտի մոտ կողքից իմ մոտ էլա մեծ կառուպկա կպսրած ձայնի համար։ Նենց որ չմտածեք Անահիտը դիետան լավ չի եղել իրան, ուղղակի այդ կառուպկան է։ Տիգրան մեծի մոտ պետք է նկարենք։ Ողջույն Անահիտ ջան, եկել ենք Տիգրան մեծ արձանի մոտ։ Անահիտ է ասա ով է արձանի հեղինակը։ Վայ, ոյ։ Հենց մոռանում ես ասա Լևոն Թոքմաջան։ Լրիվ բան է, արձանների նման, արձանները ոնց է, որ ասում եմ արձան ծառերը, երբ որ չգիտես ինչ ծառ է, էկզոտիկա, ասում ես սակուրա։ Ստեղ էլ ասում ես Լևոն Թոքմաջան։ Ստեղ ինչ-որ ֆիլմ են նկարում, Անահիտ։ Հետաքրքիր է, ինչ ֆիլմ է։ Մի նկարի։ Հա, դե մոնտաժի վաղտ կհանենք։ Հանես, Դե մի հատ նայենք, տենանք ինչ նորություն կա այս այգիում, Անահիտ արի։ գամ, արմես արևի տակ ուր գամ։ Արի մի հատ էլ ես շենքը նայենք, ես ինչ են սարքել։ Արի, մի հատ ձգվի։ Ահա, հեսա մեր մոտ էլ ակացիա կա, Անահիտ։ Էնա։ Են կաշտանա։ Լուրջ։ Այո։ Դե լավ, ընդմիջում անդեղ ինչ-որ դրոն են տղեկը անում։ Ստեղ մեզ հետ կա օպերատորը Հայկը, որ առիթելնի Հայկին է ցույց կտամ։ Իրա պապան Մեղրիում Հայկը ասեց ուժեղ ֆանատա։ Կարլեն ջան, ողջույն։ Ողջույն Կարլեն։ Մեր օպերատորն էլ Հայկ Կարլենի։ Ոնց որ ես էլի Արմեն Կարլենի, ինքն էլ Հայկ Կարլենի։ Ասեն ժողովուրդ ջան, սպասում ենք, ինչ անենք։ Լավն է ընտղա, մելնա ինչ լավն է։ Ձիլավոյ մանա գալիս։ Գործունյա տղա է, հա։ Գնաց։ Գործունյան։ Ինքն է դես է դիրոց սամակապը։ Պարջան ուրիշտը կնայես է դրա հաստի։ Այո։ Ինչ։ Դերը չեմ, ձեզ բանի հետ է մեր վարորդի։ Անահիտ, հազիվ ընդմիջում արի, ես մի հատ ծխեմ ես, հենը։ Всё, արդեն ասեցին։ Եկան, չթողեցին էլի։ Գնացին։ Չէ, հա մի րոպե։ Ողջույն։ Ահա, ես գիտեք որտեղ ենք։ Ես կոնկրետ երկրորդ զանգվածում եմ, ընդեղ Գայի պողոտանա, Մեգամոլնա, ստեղ էլ Անահիտն է։ Արի Անահիտ ջան, արի մի հատ իրար զբոսնենք։ Կարաս մտնես թևս, ձեռքի տված, ես շենքը վերջի անգամ, որ նկարեցինք, ես նույն ձև էր, բան չի փոխվել, էլի երևի կանգնացրել են թույլատրության հարցը։ Դու ասա մենք որտեղ ենք, վերոնք չի կարողա գլխի չընկնում։ Ասեցի, հա դու կողքս չէիր,
Երկրորդ զանգված այգին է, անա այստեղ միտեղ բանն է, այն վերածննդի այգին է, այն կողմն է։ Այն վերևը։ Արել այդ ուղղությամբ շարժվենք։ Տենանք վերածնունդը իրոք կատարվում է, թե անունը դրեցին, այգին բացեցին, քաշվեցին վրախ։ Արի շուտ Գնանք բարձենք։ Դանդաղ չգնանք։ Գնացինք արագ վերածննդի այգի։ Լավ, ես փագեմ, հա։ Անտիր, մի հատ էլ ենք անում այս Ժողովուրդ ջան, ես էլ Կարենի տղան, Հայկոն։ Ողջույն։ վերջինն էլ անում ենք, էլի այս ցույց տվեցիք արձանը բան նույն տեքստերով ու դուրս են գալու։ Հիմա տեքստ չի լսվելու, մենակ դրոն է, բայց պետքա որ նույն բանով էթակ, էլի։ Դրոնը վերևը։ Հա։ Վերևից մեզ հետևելու են, Անահիտ, ուշադիր կլնես։ Ես պաստորեն ակացիա չեր, հա։ Ողջույն, ես անգամ էլ դրոնի համար ենք նկարում, որտեղ է դրոնը չգիտեմ, անկապ է, Նա վերևը բարձացել։ չէ անե, դրոնի վրա մինա է, դրոնը նկարում է, արի գնանք են ուղղությամբ, Ուր են գնում։ դրոնի համար գնանք էլի մի Դե արի քիչ, շուտ գնանք։ ինչ կապ ունի ուր են գնում, ընդեղ ձեն չկա, բայց վերածննդի այգին, ես կողմը չի, չէ, են կողմնա, Չէ, հակառակ կողմն է։ դե հետո կգնանք, եթե մեզ թույլ տան, Լավ։ Կանգնենք, ինձ թվում է բավական է։ մեր նոր շեֆերը, Ես կողմ գնանք։ Ասեցին ես կողմ եք։ հա, որտեվ տեքստով ես այգին բանը ցույց տվեցի, Ինչ է։ Մեգամոլը, Գայի պողոտան, առաջի մասիվը, ու ընդեղ այն ուղղությամբ վերածննդի այգին է։ Դե գնանք դեպի վերածննդի այգի։ Բա ինչ ես կամերան այսօր վերցրի առնում։ Ասեցին հենց ֆիքս տուլ տեսք ունենա, էլի։ Բանով նկարեի ինչ էին հասկանալու երեխեքը։ GoPro-ով նկարեի վզից կախածով կհասկանա կողքից, որ ես նկարում եմ։ Ես նստեցի։ Ճիշտ էլ արեցիր։ Ես էլ քեզ նկարեմ։ Ես էլ Տիգրան մեծը։ Մտամ նկարում եմ, բայց իրականում չեմ նկարում, բայց իրականում նկարում եմ, բայց մեզ են նկարում, ես էլ ձեզ եմ նկարում, վերածնունդի այգին են մեկն է, չգիտեք, վերածնունդի այգին, դուք ստեղ եք ապրում, են նոր, որ սարքեցին են այգին, վերանորոգեցին, են կողմնա, հա? Իսկ մեզ որ նկարում են ձեզ նույնպես, Այո, դա որտեղ կարող ենք դա տեսնել։ ինչ որ հմեկով ասեցին, մեր մասին է, էլի մենք կնոջս հետ բլոգեր ենք, իրանք էլ, իրանց Մենակ թե այդ ԿՊ-ի ռեգլամներից չմնի։ ԿՊ-ի չէ, ես ինչ վատ բան ասեցիք, չէ, ինչ ռեկլամ, այ մարդ, ԿՊ-ի, ես տենց մարդու տեսք ունեմ, պիս անպատվեցիք, արդեն ինձ դավերա չեք անում, եկան գրիմ արեցին, ճիշտ է, ես էլ դավերա չէի անի տենց մարդու, որ եկան գույնը փոխեցին,
Ժողովուրդ ասեցին նստի մի քիչ Անահիտի հետ զրուցի, դրոնը նկարի, բայց մեկա ծխել չի կարելի։ Անահիտ ինչ լավ է այդ, մեկում չենք աշխատում։ Մենք։ Ես ու դու։ Ինչու Արմենջան։ Որտեվ ծխել չի կարելի։ Բան։ Բայց քեզ համար լավ չի, բայց ինձ համար շատ լավ է։ Դե դու գնա աշխատի մեկում։ Չէ, որ դու բլոգերը տնտե արա։ Որ դու հետ սովորես այդ ծխելուց ու вообще չծխես, ինչքան լավ կլինի։ Հա, լավ կլինի։ Այ դրոնը մեզ բարևում է։ Մոտիկ եկա։ Դու բրանին Դրոնով կարաս ասած ղեկավարես բանանես։ դե սովորում եմ, պարապում եմ։ Օրինակ մեր Դավիթը լավ է տիրապետում։ Մի րոպե անջատեմ ուղակի զրուցենք։ Ինձ թվում է դրոնի վրա նայելը սխալ է, Անահիտ։ Դե չի դրոնի վրա Մի ուշադրություն պահ նայեց։ դարձնել։ Դե չենս չէ։ Այս լավ է երկինքը։ Հələ տեսնում ես բացվեց է եղանական չլ։ Չէ։ Ու եկապա։ Արմեն շուրջ ցույց տունել երեխեքին։ Հա, մեր անձնակազմն ցույց տանք։ Շողիկը ուղիղ մեր Մարգարիտայի տարիքին է։ Որ անենց որ իզուր չի, Շողիկը։ ասում են տատիկ պապիկ։ Հա ճիշտ է, Մարգարիտան բաբա ասում, չէ՞ քեզ։ Մեկ բաբա ասում, բայց մեծամասնությամբ Անահիտը ասում։ Իսկ այն լավ աղջիկը որտեղ է, որ ինձ սանրում էր։ Ինչ լավ սանրեց։ Այ չգիտեմ, ուր գնաց։ Են հերուներն է երևում։ Հայկո, հա, հենա Հայկոն եկավ։ Ինքը ինձ Հայկն էր կայացավ, բայց ընկերները Հայկո են ասում, Դե հա, բոլորն է, Ռուբիկը Ռուբո են ասում Ռուբենը։ Սերգեյը, Գևորգը։ Ահա, կապնվեցինք, իմի կարոտելու ենք տղեկին։ Բայց չընկանել։ Ըստ իմ սովորության, այո։ Դա Որ գանք տուն, ես քո դեմքը կսրբեմ սկզբից մալաչկոյով, հետո տոնիկով։ Պարզա։ Հետո կարամ պենկայով եմ։ Մի րոպե, մեծ ստեղնայի բանի մեջ։ Հələ տես։ Անահիտ, ես Տիգրան մեծի ոդկը կախվել է պատվանդանից։ Չի Արմենջան, այդ մանցան է, էլի, այդ հակուսն է։ Հա։ Հետևից սենց գալիս է կախվում։ Հա, հասկացա։ Դե բոլոր դեպքերում Ոդկը։ ցանկալի չէր էլի, կախվեր, չէ։ Յորքի Մի քիչ կարար պատվանդանան մեծ լիներ։ Вообще քեզ ամենալավը միցելյարնի ջրով մաքրեմ, որ ջրի Հա դու անընդհատ ես մտածում, ոնց ես ինձ մաքրելու։ Երբ է էսպեր չեմ։ Հա, այն կողքի մարդիկ էլ ասեցին, ես քեզ դավերա չենք անում, որտեղ քեզ ներկում էին։ Որտեղ մեկ ասեց, կարող է նախընտրական ռեկլամա եք նկարում։ Ասեցի, բա եղավ, չեք ամանչու։ Նեղացրեցի։ Մեծ էներգու տղամարդը, հիմա չկան գնացին։ Գնացներ քթել, երկուսով նստած մեզ քննարկում էին։ Քննարկում եւ քննադատում։ Քննադատում։ Դե մարդ, որը ներկվում է, Անահիտ, այգիում նստած, բնականաբար վստահություն չի առաջացնում վստահություն։ Այս սենց, թողեք, ձեզ շիխան գարի սենց, որ գոնե սենց հելն է, էլի կադրից հել ապ չի առել։ Հիմա մենք շարժվում ենք Գայի բողոտայով, ժամը տենում ենք Մոսկովյան տուղոց։ Դեպի Մոսկովյան, հա, Պիոներ պալատի մոտ, ընդեղ սրճարան է, գնում ենք այդ սրճարանում նկարվենք։ Լավ, Անահիտ, մենք հիմա բանի համար խոսենք, կամերայի համար։ Գայի բողոտայով ենք գնում, Մեգամոլը անցանք, ես Խաչմերուկն է, Աչից Նելսոն Ստեփանյանն է, ձախից
Սաֆարյանը լավ ստեղ անջատեմ լնա այստեղի կանաչնել է ինչքան է թարմացը տեսքան այդ Ես իմ սիրած տեղն է այսքան տեղը Ծառերն էլ վրայից ինձ կախվում են Շատ սիրուն է դրախտային տեղը այս մասը Դե գեմպլանով սարկածը ուրիշ է էլի Նստել են, գեղեցիկ գծել են Այս ասասը նարմեք նոր են կառուցում Սա բայց լավ կայանատեղի պետք է ունենա, չէ, այս տրասայի վրա Որ են կանգնելու Տես դարբասներ անդեղ Ցանկապատ է, տես ներքևը ու դարբասը Գնացինք անայդ Համարը պրծել են, ուսակուս արդեն, տես ես մասը Շուշ մեծ է Շատ մեծ է Սա գալուց է, գիտես պետք մի հատ մեկը Վաշես թե մի հատ կարելի է իջնել Դե իսկան ժամանակ կարայինք Որ իմանայինք իսկան ժամանակ Այս մի կառույցը, սենց էլ մնաց ու մնաց Ոչ մի ձևի չեն ոչ մի բան անում Բայց հետաքրքիր է, հիշում ես, չէ Ես շանի մոտ որ գնացինք ես ընտանիքի համար ես որ վարվել է տունը Ես ասում էի մի բանով օգնեք տուն տվեք այդ մարդկանց Ինքը շատ թերահավատությամբ ասեց Արմեն ջան, այդ տունը, այդ տեղը Հիմա միլիոն արժի ասեց Դու այդ ընտանիքի համար մի անհանգստացի Դու ասեցի հիմա կոնկրետ տեղ չունեն ապրել Բայց միլիոն արժի, բայց նկատում ես այս կողմի վրա Դեռ էլ ոչինչ չի արվել այդ մասը Բայց ճիշտ էր ասում Միշյանը Ու վերջը ճիշտ էլ դուրս եկավ իր բանը Որ ինքը չէր անհանգստանում Դե կարող է Ինչ լավն է ծորը հլները Իմիջալից կենթանաբանական այգին Մեկ էլ բան է, YouTube-ը ինչ-որ խորհուրդ է բերում ինձ Ասում է, ձերոնք շատ հավանում են, շատ են հետ գալի այդ կենթանաբանական այգի վիդեոներին Լույսը վատացավ ես անջատեմ ստեղ Ես էլ ոնց էր կոչվում, Բելաջո Մի քանի անգամ փոխվեց, վերջը դարավ Բելաջո Գառնի խորովածանոցից Ամենասկզբից գառնի խորովածանոց Հիշում ես տաքսիով ետև հանկարծ գալիս էինք Ասում ենք քարինսյութ, ասում էր էդ որն է Ինչ ենք ասում ենք գառնի խորովածանոց մի անգամից հասկանում Գառնի խորովածանոց դիմացի մայթը Աղբեր տենց ասա թե չէ ինչ քարի ինստիտուտ ես Քարի սինդիկատների Բայց այդ որ ասում էի Սերո Խանձադյանին Դա եղել է հյուրանոց ժամանակին Հաստատ Այո Չէ, հյուրանոցը մի քիչ վերև է, նայրի էր ինչ էր կոչվում այդ բաների Հիշում եմ, ռուս աղջիկներ էին այդտեղ Տեղեքը գնում էին ծանոթանալու Նորքում էլի, նայրին Նայրի հյուրանոց էր Այս կառույցը չէ Չէ, ոնց որ Այդտենց շիկարնի հյուրանոցով էդի վաղթ Քիչ կասկածելի է Այդան քերացի փողոց Բայց ինքը կառույցը շատ հին է Սովետի վաղթ է Հասանք Տերյան փողոց Արջևում Իսահակյանի հետ խաչմերուկը կլնի Իսահակյանը կտրենք Մասնագետների շենքը ձախից Անետ, իսկ այս մի շենքը, այս աչինը Մեզ Ռուզանան գրել էր այդ ում շենքնա, չես հիշում Էլի տենց բաներ աշխատողների Այսօր Ռուզանան մեզ գրել է իմիջայլուց, տեսար? Արտասահման Իրապան այդ միացրեցին Թեքվենք Մոսկովյան
Վերջապես ասենք Մոսկովյան ահագի Խոճուճ ճանապարհներով։ խոճուճ Խորայագին, Պուշկինսկի դպրոցը Լավ ասեցիր Պուշկինսկի, ոչ թե Պուշկինյան։ Դե ճիշտը Պուշկինյանն է, չէ՞։ Պուշկինյան չի։ Պուշկինի անվանն է։ Այո, Պուշկինյան երբեք չեն ասել է դպրոցը, այդպես։ Այստեղ լավ տակ է։ Հիմա ես բակը Դե հիմա գնա ու ոնց ենք Այս կանգնել այս մեքենան ամերուշ կանգնել է, մենք էլ չենք իմանում ինչ անենք։ Այս էր, այստեղից էր։ Ճիշտ է, կարանք այնտեղից կամ ոտքով գայինք, ինչ շարժվեցինք, որ Ահա, այստեղ կանգնի Արմեն։ Հա, ոնց է։ Այն կողմերը սրճարան կա, Լունա է կոչվում, ոնց որ ասեցին, տղաները, այս են Անիի գլխի շենքն է, ու մեկ էլ ստեղ, եթե հիշում եք, Ալբերտ Ազարյանի անվան սպորտային դպրոց է, այն խորքերում, ստեղ էլ նախկին Պիոներ պալատը։ Հիմա սա քաղաքապետարանին է պատկանում, այսինքն թատրոնն էլ է ստեղ իմիջայլոց մոռացել էի, Պատանի հանդիսատեսի թատրոնը մնացել է իր տեղում։ Հեսա մի հատ եկեք ես մի րոպե մոտենամ, հələ չեն երևում երեխեքը մի հատ հիշեմ ոնց է կոչվում այդ Պիոներ պալատի հիմա տարբեր խմբակներ են, բարի կա հաստատ գիտեմ, հեսա վերևը գրած է, նայեք մանկապատանեկան կենտրոն Աստեղ ավելի գեղեցիկ ցուցանակ կա Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոն Բարզա Այսա ստեղը Ու իհարկե Պատանի հանդիսատեսի թատրոնը Ստեղ է գրած թատրոն Էլ ցանկը Լավ հետ գնամ շատ հեռացա Դեմիրը բերել է մեծ աստիճանները ուրիշ են ահա Աստեղ պագը Ես աստիճաններն էր հետաքրքիր Բարձանում էինք, ճուղավորվում էր Այդ օրը մի հատ որ բարձանում էինք, ձիվան էր մի հատ, երևի գիպս էր, բետոն էր Լենինն ու Ստալին էին նստած, իրար գրկած Հուզիչը, արձան էր Իսկ հետո, որ Խրուշչովից հետո Ստալինին Սա երևի թատրոնի մուտքն է, դրա համար է փակ Իսկ հետո երբ որ Ստալինին վերացրեցին, այդ
Ձիվանը սարքեցին բասկաթոռ։ Լենինը սենց ձեռը մի տեսակ գցել էր, ոնց որ թե մեկին պետք է գրկի էլի, բայց ընդեղ ոչ մեկը չկար։ Մի խոսքով, եթե նախորդը գիտեիր, ես մեկ ահագին ծիծաղալու էր նայվում։ Դե եթե չգիտեիր, նորմալ նայվում էր։ Հենա երեխաները պարով են զբաղվում ընդեղ։ Ինձ թվում է տղաները ուշանում են, աղջիկներն էլ, որտև դրոնով են իրանք աշխատում էլի հիմա, մեր գնալը պետքա վերևից նկարեին, երևի կանգնում են դրոնը հետ են կանչում կամ չոտենց, խոսքով հասկացակ, դրոնային պրոբլեմներ կարան լինեն իհարկե։ Մոսկովյան։ Կամերային տունը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը։ Ասել պոլիկլինիկան, որ փոքր էի, սա էր մեր պոլիկլինիկան, հետո տեղափոխեցին մեզ հիմա Կողբացի այդ փողոցը, չէ, Տեր Գաբրիելյան, այդտեղ տեղափոխվեցինք ու դրա համար անընդհատ խառնում եմ, մեկը 4-րդն էր, մեկը 2-րդը, հիմա որը որն է միշտ խառնում եմ։ Լավ գեղեցիկ բակա, չէ՞։ Շնորհ ծաղիկներ են։ Այդ պարզենք էլի երկրորդն է, թե 4-րդն է, վերջապես թիվ հազանք տվեց եկել են, ես չխպի գլխիս, 4-րդն էր։ Աճարյանը ու համալսարանն է իր անունով ստեղ։ Առանձին շենք է, Մասն կասում, որ հանգացին դիմացին ես մերոնք են, շտատիվները ոնց որ կան։ Ես այդ Ալբերտ Ազարյանի սպորտային համալիրը բայց միտներ, ոքատ չի կասում, ասեմ, ինչ ես ուզում։ Ինքը իրենց ես բանով են է։ Լավ ջան։ Սաննդի էլ մասնակից եղանք։ Աներիտ ընդեղ նկարվում ան։ Դա երջանիկ տարիներ։
Մի հատ էլ որոշվեց ստեղ նկարել կամերայինի բակում շատրվանը տեսեք ջուր են լցրել բայց շատրվանը միացրած չի Հենց վեմադրությունը սկսեց, մտնենք, Լևանի չեմ կողան կետ ագավի բունը գողացանք, չորսած զակը, պարանք ես Լևան բրոքտուր անուններ գողորել, միշտ իշկան ասում հետ է բիշում։ Հա, ու ինչ է։ Հա, վերջը տես տարանք, այդ պենսիան պահեցն է, ածականանը պենսիա։ Այս ծառը մի հատ էլ նայենք էլի Բայց այնտեղից էր շատ սիրուն։ Երկնքի ֆոնի վրա շոկ, ինչ հզոր ծառեր։ Դու գիտես, ես մտածում եմ միգուցե ճիշտ է փողոցում ճանապարհներին չլինի, բայց հենց առանձին տեղեր այս մեծ ծառերը իհարկե շատ գեղեցիկ են։ Պետք է մնան էլի քաղաքում չի կարելի բոլորը կտրտել։ Ահագին վերացնել։ նստեցինք։ Ինչի չնկարեցի իր այս ծառի կրոնը ոնց է այդ կանաչ մասը, էլի, ինչ մեծ է։ Այդ գիտեի, բայց մոռացա։ Էսա ես մեկն էլ վատը չի։ Չէ, սա փոքր է։ Սա ուրիշ էր իհարկե։ Սա լրիվ ուրիշ ծառ է։ Տարբերվող մնացածներից։ Հա, բոլոր դեպքերում սոսի, հա։ Իրանք ասեցին նստեք զրուցեք, չասեցին նստեք նկարեք։ Մենք էլ զրուցեցինք։ Անետ, ինձ թվում է ստեղ հրաժեշտ տանք էլ մեքենային չթողենք։ Գեղեցկության ֆոնը։ Այո։ Թող լինի մեր հրաժեշտի պահը։ Ես էլ Այվազովսկին, են էլ մեր պոլիկլինիկան վախտին, ես էլ Մոսկովյանը, Հայրջան լավ մնաք, Ստեսություն ձեզ, խաղաղություն լինի, առողջություն լինի, ու միշտ ու առողջ այսպես պայծառ տրամադրություն լինի, ոնց որ հիմա երկնքում է։ Այո, սաս ծավիկներ, Բայց սենց երկին։ սենց երկինք։ Կարող է ամբեր ինչ-որ բան մեզ ասում են, անայդ չենք հասկանում։ Դե ամբողջ բնությունը չունի բան ասում։ Ու մարդիկ չեն հասկանում, չեն գնահատում։ Իր համար էլ այսպես կամանց գլորվում ենք անդունդը։ Տենց խիստ ես, հա, անդունդ են գլորվում։ Բայց որ բնությունը փչացրեցին, խառնվեցին բնության մեջ, դա ինչի կարող է։ Ոչ մի լավ բաների չի բերի, ոչ մի լավ արդյունքի։ Վերջը լավ կլինի։ Դե վերջ։ Մենք վերջացրեցինք։ Վերջ լավ, ճիշտ է։ Այսօր ինչ-որ յուրահատուկ հաղորդում ստացվեց, հա, ոչ մի հաղորդման նման չի ինքը։ Դե ոչինչ սենց օրերը լավն է։ Դե ինչքան ավելի յուրահատուկ ամեն անգամ նոր բաներ լինի, ավելի հետաքրքիր է։ Չէ՞։ Դե մեր ֆորմատը ինչ-որ մի քիչ տուժեց ոնց որ թե այստեղ։ Դե լավ։ Ցելեվուշկեն տեսա իշեցել։ Հերոստա աշտարակը ընդեղ են աշխատում տղաները կողքը